ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և դասախոսների ստեղծագործությունները մեկ հարկի տակ, ստեղծագործական յուրահատուկ մթնոլորտում, Վերնատուն պատկերասրահում բացվեց նրանց աշխատանքների ցուցահանդեսը։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր մայրերին, մեր քույրերին, աղջիկներին և գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Արդեն ավանդույթ է դարձել և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից յուրաքանչյուր տարի ապրիլի 7-ին կազմակերպվում է այս գեղեցիկ միջոցառումը և արժևորումը մեր կանանց և մայրերին։ Այս ծրագրի շրջանակում հիմնականում ցուցադրված են հենց մեր ուսանողների և դասախոսական անձնակազմի աշխատանքները, բոլոր տարիների, այդ թվում նաև ներկայացված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործող ԵՊՀ արվեստանոց ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները և հավելում եմ նշեմ, որ այդ աշխատարանը բացվել է, արդեն գործում է շուրջ 1 տարի և աշխատարանի հիմնական նպատակներից է արտադրել և ուսանողները արտադրում են իրենց աշխատանքները և այդ աշխատանքները նվերների տեսքով հանձնվում են ԵՊՀ բոլոր հյուրերին, բոլոր այցելուներին և մի կողմից ցուցադրվում է մեր աշխատանքները և մյուս կողմից ուսանողները այդ աշխատանքների պատրաստման համար ստանում են կրթաթոշակներ, դա իմ կարծիքով շատ կարևոր է և արդեն այս տարի պատվերներ ենք ստացել, կիրառական արվեստի ֆակուլտետը պատվերներ է ստացել նաև այլ գերատեսչությունների և նրանք աշխատանքներ և նվերներ են պատրաստում նաև այլ գերատեսչությունների համար, իսկ ընդհանուր առմամբ միջոցառման հետ կապված կնշեմ մի բան, մենք ցանկանում ենք այս միջոցառումով արժևորել, կարևորել մեր գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին և այս ցուցահանդեսը նվիրված է հենց ապրիլի 7-ին։ Ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր ժանրերի և ոճերի աշխատանքներ՝ գեղանկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ, ինչպես նաև ժամանակակից մոտեցումներով ստեղծված գործեր։ Առհասարակ ցուցահանդեսի կազմակերպում բավական մեծ լայնածավալ մարզային աշխատանք էր, որ կատարել ենք հենց ուսանողական խորհրդով ու կենտրոնացած ունենք մի քանի ուսանողներ, որոնք այս ամեն ինչը կազմակերպեցին ու շատ հետաքրքիր է, որ հենց ուսանողների եւ ոչ միայն ուսանողների, նաև դասախոսների աշխատանքներն են ներգրաված այստեղ։ Այստեղ կարող եմ նշել իմ աշխատանքը, որ մոտավորապես, եթե չեմ սխալվում, կատարել եմ 1 ամիս, իրենք մաքուր հայկական օրնամենտներով աշխատանք են։ Հույս ունեմ ապագայում մենք ել ավելի մեծ ու լայնածավալ գործեր կատարենք, ինչու՞ չէ նաև քաղաքային եւ ոչ միայն այլ երկրների հետ մեկտեղ, թե ցուցահանդեսներ, թե առհասարակ մշակույթի ու կերպարվեստի ոլորտում զարգացում ապրեցնելու համար։ Մասնակիցները հնարավորություն ստացան ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը եւ այն ներկայացնելու լայն հանրությանը։ Կազմակերպիչների խոսքով նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են երիտասարդ արվեստագետների համար ներկայանալու, փորձի փոխանակում իրականացնելու եւ նոր համագործակցություններ ձևավորելու տեսանկյունից։ Ես 2 աշխատանք եմ ներկայացրել այսօր, ներկայացրել եմ կոնցեպտուալ քանդակ եւ աբստրակտ նկար։ Մարզում պետք է տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպեն, որ մարզի մշակութային կյանքը զարգանա։ Մեզանից է կախված մարզի մշակութային կյանքը։ Ցուցահանդեսը կարևոր է նրանով, որ ուսանողների ճանաչելիությունը բարձրանում է եւ ինքը արդեն հայտնվում է այդ ոլորտում։ Ցուցահանդեսը միավորել է տարբեր սերունդների ստեղծագործողների, ձևավորելով փորձի եւ գաղափարների յուրահատուկ երկխոսություն, որտեղ զգացվում է ինչպես դասախոսների մասնագիտական ձեռագիրը, այնպես էլ ուսանողների թարմ եւ համարձակ մոտեցումները։ Ցուցահանդեսը կազմակերպվել է այն նպատակով, որ մեր ուսանողները հնարավորություն ունենան իրենց գործերը ներկայացնելու հանրությանը։ Իրականում շատ բարդություններ կային ընթացքային, բայց ամեն բան հաղթահարելի է, եթե գործը տանում ես սիրով։ Մենք ոչինչ չենք խնայել նման արդյունք ստանալու համար։ Ցուցահանդեսը բաց կլինի 1 ամիս, եւ արվեստասերները հնարավորություն կունենան այցելել ու ծանոթանալ ներկայացված աշխատանքներին, անմիջական շփման մեջ մտնել հեղինակների հետ եւ վայելել երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ուրույն մթնոլորտը։